Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք լուսնի միացումների մասին, բայց երկար չեմ խոսի, կսահմանափակվենք արդեն ավելի կարճ տարբերակով, կասեմ ժամերը և ինչ կարելի անել և ինչ չի կարելի անել։ Մի փոքր ժամերը խառնեն, ունենք երկու լավ միացում, երկու լարված միացում։ Լավ միացումը սկսվում է ժամը 5-ից առավոտյան, մինչև շարունակվում է ժամը 11-ը։ Լարված միացում ունենք, որը սկսվում է ժամը 10-ից մինչև ցերեկա 4-ը, և Սատուրնի հետ ևս լարված միացում ունենք ժամը 8-ից մինչև ժամը 14:00-ն։ Եվ լավ միացում ունենք Պլուտոնի հետ, դա արդեն 16:30-ից մինչև 22:30 րոպեն։ Ես ասեմ վատերի մասին ինչը չի կարելի, երբ որ լուսինը գտնվում է Սատուրն նշանում, այսինքն լարված միացում ունի Սատուրնի հետ, պետք չի ոչ մի շատ կարևոր գործեր սկսել, ամենակարևորը ֆինանսական գործարքներ, գնել կամ վաճառել անշարժ գույք, գնալ պետական հիմնարկություններ, խոսել իրենց հետ, կազմակերպել տոնակատարություններ, ճամփորդել և իհարկե սկսել բուժման կուրս։ Եվ ովքեր որ ունեն խրոնիկ հիվանդություններ, այդ ժամանակահատվածում կարող է այն սրվել, հատկապես կմախքի հետ կապված այդ հիվանդությունները կարող են լինել այդպես սուր ցավեր, ոնց որ կրակոցային ցավեր են իրենց ասում։ Եվ մրսածության հավանականությունը շատ մեծ է այդ ժամանակահատվածում և իհարկե դեղորայքներ պետք է այդպես ամեն ինչ չընդունեք, որովհետև կամ ավելի քիչ ընդունեք այդ ժամերին, որովհետև նա դանդաղ է ազդում ձեզ վրա և կարող է խմեք, օրինակ գլխացավ ունենաք, խմեք, բայց մի քանի ժամ դեռ էլի գլխացավը պահպանվի, որովհետև շատ դանդաղ է ազդելու ձեզ վրա։ Ովքեր աշխատում են այդ ժամանակ ձեր տնօրենը ևս լավ տրամադրություն չի ունենա և կարող է նաև այդպես պոռթկումներ ունենալ, հատկապես եթե ձեր ղեկավարը կին է, կարող է գալ, լրփանալ, թողել գնալ։ Այդ ժամերին մի հույս դրեք լրացուցիչ եկամուտների վրա, որովհետև անհնարին է և նաև հնարավոր է անսպասելի ծախսեր, հնարավոր է նաև պարտքեր, կամ դուք եք վերցնում պարտք, կամ պարտք են ձեզանից ուզելու, նաև լրացուցիչ պարտավորություններ են լինելու ձեր ուսերին։ Դե մարդիկ սառը կլինեն, և ըստ Սատուրնով ամեն ինչը փոքրացնում է դրա համար ձեր եկամուտն է փոքրացնում, ամեն ինչը դանդաղացնում, ամեն ինչը փոքրացնում, նույնն էլ մարդկանց սառն է ձեր հանդեպ։ Դե ովքեր որ տղամարդ են նայում, հատկապես ձեր կինը կարող է շատ սառը լինել, ձեր մայրը կարող է ձեր հանդեպ շատ սառը լինել, ընդհանրապես ձեր շուրջ բոլորի մարդիկ ոնց որ ասում են ռոբոտային իրավիճակ է, բոլորը իրենց համար աշխատում են, սառը, ոչ շփում, ոչ, հետո արդեն երբ որ ժամը անցնի, սկսեն բացվել։ Եվ առավոտյան, երբ որ ունենք միացում, այնտեղ նշեցի ժամը 5-ից մինչև ժամը 11-ը, այդ ժամանակահատվածում կարող եք սկսել յուրաքանչյուր գործունեություն, հատկապես աշխատանքի գնալու ժամանակն է և կկարողանաք ոնց որ ավելի հավեսով գործեր անել, հատկապես այն մարդիկ, ովքեր որ գիտնականներ են, ստեղծագործում են, այդպես մուսոներ կգա, եթե ինչ-որ մի հետաքրքիր թեմա կառաջանա ձեր մոտ, միտք, անպայման գրանցեք, որովհետև այդ ժամանակ բավականին կարող է զբաղված եք, բայց ընթացքում ձեր մոտ ինչ-որ մտքեր են առաջանում։ Նաև եթե մարդիկ ունեն ինչ-որ գործունեություն, որտեղ հետազոտում են ինչ-որ մի բաներ, ապա ձեզ համար հիանալի է լինելու այս շրջանը։ Կարող եք գնել էլեկտրական սարքավորումներ, էլեկտրոնիկա, մեքենա, հեռախոս, զբաղվել գիտական հետազոտություններով, կազմել ծրագիր, համագործակցել։ Նաև իհարկե այստեղ տղամարդկանց է վերաբերվում, պետք է շուրջ բոլորը չնայեն, որովհետև հավանականությունը շատ մեծ է գայթակղվելու։ Եվ երբ որ նշեցի ժամը 10-ից մինչև 16:00-ն ևս լարված միացում ունենք, այդ լարված միացման ժամանակը կարող են լինել ողբ, կարող են լինել դժգոհություններ, հանկարծակի փոփոխություններ տրամադրության, նաև մարդիկ մեկը մյուսին սկսեն քննադատել, նմանատիպ ինչ-որ պահեր կլինի, այնպես տհաճ հայացքներ ձեր նկատմամբ և այլն, և պետք չի այդ ժամանակ տրվել զգացմունքներին, որովհետև ձեր զգացմունքները խառը կլինեն, հատկապես այնտեղ սիրային հարցերը և այլն վարդագույն ակնոցները կհագնեք և կմտածեք, թե ամեն ինչ նորմալ է, բայց այդպես չի, մարդիկ նաև կարող են խորասուզվել ինչ-որ մտքերի մեջ
երազել, հա, այդպես ինչ որ երկրում չլինել, հա, ձեր շրջապատի մարդիկ։ Դե համար այդքան էլ հարկավոր չի սկսել նոր բիզնես, հատկապես որ պայմանագրեր կնքել, որտեղ կամ դուք կարող եք լիարժեք չհասկանալ թե ինչ եք անում, կամ կարդակ, հետո հոգնեք եւ ամենակարևոր մասը չկարդակ, պայմանագիրը ստորագրեք, հա, ինչպես որ ասում են, այդ վարդագույն ակնոցներով եւ հետո ընկնեք կրակի մեջ։ Դե նավթամթերքի համար է շատ լավ քիմիական հեղուկների հետ աշխատելու, դե նաեւ կարող եք գուշակություններ անել, մեդիումներ, իհարկե հա չի թույլատրվում, նաև թմրանյութեր չի թույլատրվում օգտագործել, այնպես որ ինքը բավականին լարված միացում է, այստեղ նավթամթերքի հետ նույնպես չէ, ես խառնեցի լավ միացման հետ, դա նույնպես խորհուրդ չի տրվում, չի թույլատրվում, երբ որ այդ մոլորակների հետ միացումներ կան, այդ հենց մոլորակի բնույթի հետ կապված, հա, ինչը որ վերաբերվում է այդ մոլորակին, հենց լարված միացում է լինում այդ մոլորակի հետ կապված յուրաքանչյուր բան չի թույլատրվում։ Դե քիմիական նյութերի հետ անձամբ շփում մի ունեցեք, որովհետև կարող է եւ հատկապես հա քթին ոչ մի բան հակեք անպայման ձեռնոցներով եւ այլն։ Խաբեբաները բավականին շատ կլինեն, փորձեք ես տեսավորելի նորից այնտեղ բավականին շատացել են, խաբում են մարդկանց անգամ նկարներ են տեղադրում, չգիտես ինչու ոստիկանները չեն կարող գտնել, բարձ նկարը կա, ռոբոտը կարող են հանել, հասցնել, ամեն ինչն էլ կարող են իմանալ եւ գնալ բռնել։ Իրանք ձեռ է տալիս երևի ինչա չեմ հասկանում։ Համենայն դեպս այդ խաբեբաները, գողերը բավականին շատ կլինեն։ Ոչ մի բան մի գնեք, ոչ մի բան մի ստորագրեք, ոչ մի բանի մի համաձայնեք, մի խոսքով, հա, այդ ժամերին ձեր ուղեղը թարմ չի լինելու։ Եվ անցնենք լավ միացմանը, որը տեղի ունենալու արդեն երեկոյան ժամին 16:30 րոպեից մինչև 22:30 րոպեն, այդ ժամանակ հիանալի միացում ունենք, այնպես որ այդ միացումների ժամանակ բավականին շատ բաներ կարող եք անել, եթե ինչ-որ միտեղ ելույթ եք ունենալու, հատկապես հանրության առջև հիանալի կլինի, ընդհանուր մաքրություն կարող եք անել, նետեք ավելորդ իրերը, հա, երեկոյան գնացեք տունը հավաքեք, մաքրեք, մի խոսքով, կարող եք դիետա պահել, վերանորոգում սկսել, վերադասավորել տունը, թարմացնել ինտերիերը, լուծել ընտանեկան ֆինանսական հարցերը, հարկերի հետ կապված, ալիմենտի, միգուցե պետք է փաստաթղթերը դասավորեք, որպեսզի հաջորդ օրը տանեք, հա, հիանալի ժամանակ է, հա, ժամը 16:30-ից մինչև 22:30 րոպեն։ Եվ այս միացման ժամանակ որից ինչ-որ ունակություններ ձեզ մոտ կառաջանա, ինչպես որ ասում են, եթե երեխայի մոտ ինչ-որ խնդիր կա, ձեռքը դնեք, կհասկանաք, թե թեկուզ երեխայի սրտին կհասկանաք, թե ինչ խնդիր ունի ձեր երեխան եւ որ բժշկի մոտ պետք է տանեք։ Ընդհանրապես արթնանում է այդ բնազդը բոլորի մոտ, հա, հատկապես երեկոյան ժամերին։ Եվ քանի որ լուսինը գտնվում է կշեռք նշանում, ապա կշեռքի գույնը դեղինն է։ Եթե դեղին հագուստ կրեք կամ դեղին սնունդ ուտեք, ապա ավելի շատ կոգեշնչվեք ինչ-որ գործեր անելու համար, նաև նա կաջակցի լեղապարկին եւ լյարդին։ Կարող եք ուտել այն վիտամին C-ն, հա, ինչը որ վերաբերվում է հենց ձմեռը, ավելի շատ մենք ուտում ենք վիտամին C, այնտեղ մանդարին, նարինջ եւ այլն կարող եք ուտել։ Իսկ եթե խնդիրներ ունեք լեղապարկի եւ լյարդի հետ, ապա չպետք է ուտեք դեղին, հա, պետք է կարող եք ուտել կարմիր եւ կապույտ, հա, իր հակադրվող գույները։ Չէ, այսինքն եթե խնդիր չունեք, չբռնեք ուտեք։ Եթե հստակ խնդիր ունեք, ապա դեղինը ուտելով, հա, այդ խնդիրը վերանում է։ Իսկ եթե խնդիր չունեք, կարող եք ինչ ուզում եք կերեք։ Այդ ժամանակ ամեն ինչ կարելի է։ Այսքանը սիրելիներս, ձեզ մաղթում եմ հաճելի օր։